Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը ցույլ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք ամսվա մոլորակների դիրքավորումը, կնշեմ նորալուսնի լիալուսնի մասին, ինչպես նաև լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ առաջին հերթին պետք է հորոսկոպը նայել ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով ձեր լրացումները պետք է կատարեք։ Արևի նշանը դա մեր իմացած հորոսկոպի նշանն է, իսկ ասցենդենտի նշանը որոշվում է ծննդյան ժամով։ Այսպիսով, արևը մինչև հունիսի 21-ը կգտնվի երկօրյակ նշանում, սիրելի ցուլեր, դա ձեր երկրորդ տունն է։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ֆինանսական հարցերով։ Եթե ցանկանում եք նոր ինչ-որ ֆինանսական աղբյուր ունենալ, ապա լավ ժամանակահատված է այս ժամանակահատվածը, ինչպես նաև հնարավոր է այս ժամանակահատվածում աշխատավարձը ձեր բարձրանա կամ հավելավճար ստանաք, կամ ինչ-որ բան եք վաճառում, ստացվի վաճառել եւ արդյունքում այդ վաճառքից գումար ստանաք։ Հունիսի 21-ից սկսած արևը կանցնի խեցգետին նշան ձեր երրորդ տուն։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է ինչ-որ դասընթացների գնալու համար կամ քույր եղբայրների հետ ինչ-որ հարցեր բարձելու համար, կապի տրանսպորտի միջոցներ ձեռք բերելու համար, բայց ամսի 21-ից սկսած մինչև ամսի 25-ը, հետո արդեն Մերկուրին հետընթաց է դառնալու։ Հունիսի 1-ից սկսած Մերկուրին գտնվելու է խեցգետին նշանում ձեր երրորդ տանը, մինչև ամսի 29-ը գտնվելու է ուղընթաց դիրքով, ամսի 29-ից հետո անցնելու է արդեն հետընթաց դիրքի։ Մինչև ամսի 25-ը բարենպաստ ժամանակահատված է գնալու դասընթացների գնելու, կապի տրանսպորտի միջոցներ, կենցաղային տեխնիկա, ինչ-որ բանակցություններ վարելու, փաստաթղթեր ստորագրելու։ Ամսի 29-ից արդեն Մերկուրին կանցնի հետընթաց դիրքի եւ կբերի ինչ-որ անսարքություններ գուցե կապի տրանսպորտի միջոցների հետ կապված կամ ինչ-որ ուշացումներ։ Հետընթաց Մերկուրիի մասին առանձին նյութ ունեմ արդեն տեղադրած իմ YouTube-յան ալիքում, կարող եք նայել, այժմ որպեսզի չկրկնվեմ, իզուր ժամանակ չծախսենք։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը կգտնվի խեցգետին նշանում ձեր երրորդ տանը եւ շատերին կբերի ինչ-որ ծանոթություն, գուցե սիրավեպ, հնարավոր է ինչ-որ ճանապարհ գնաք եւ այնտեղ նոր ծանոթություն ունենաք, որը հետագայում արդեն դառնա անցնի դեպի սիրավեպի գնա։ Հունիսի 13-ից սկսած Վեներան կանցնի առյուծ նշան, բերելով ձեզ փոփոխություններ կապված բնակության վայրի հետ, ընտանիքի հետ, մոր հետ, մայրիկի հետ, ինչպես նաև անշարժ գույքի թեմաներով։ Եթե պետք է անշարժ գույք գնեք, վաճառեք կամ տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնեք, ինչ-որ կոմֆորտի իրեր գնեք տան համար, ապա խորհուրդ կտամ այս ամենը կատարեք ամսի 13-ից մինչև ամսի 20-25 ընկած ժամանակահատվածում, որպեսզի հետագայում արդեն հետընթաց Մերկուրին ձեզ չխանգարի։ Մարս մոլորակը, սիրելի ցուլեր, մինչև ամսվա վերջ գտնվելու է ցուլ նշանում ձեր առաջին տանը, բերելով ձեզ էներգիա, բերելով նոր գաղափարներ, շփում, շատ մեծ ակտիվություն է բերելու, որպեսզի այդ ակտիվությունը չվերածվի վիճաբանության, տարաձայնությունների, լավ կլինի, որպեսզի սկսեք զբաղվել սպորտով։ Մարսը ձեզ կտա էներգիա, որպեսզի զբաղվեք սպորտով եւ փոխեք ձեր արտաքինը, եթե իհարկե ցանկանում եք։ Յուպիտեր մոլորակը ամսի 30-ից սկսած 1 տարով անցնելու է առյուծ նշան ձեր չորրորդ տուն, իսկ չորրորդ տունը, ինչպես նշեցի, բնակության վայրն է, անշարժ գույքն է եւ կբերի ձեզ մեծ փոփոխություններ վերոնշյալ թեմաների շուրջ։ Հնարավոր է ձեր ընտանիքի կազմը մեծանա, այսինքն նոր ընտանիքի անդամ օրինակ ունենաք կամ ավելի լավ բնակարան ձեռք բերեք, որ էլ ավելի լավն է, ով կլինի էլ ավելի լավ, ավելի հարմարավետ, քան նախորդը։ Յուպիտերի հետ կապված շատ բան չեմ ասում, քանի որ արդեն ունեմ Յուպիտերի հետ կապված նյութ տեղադրած, որտեղ մանրամասն խոսում եմ, թե առաջիկա տարվա ընթացքում ինչ փոփոխություններ է բերելու ձեզ։ Հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, որպեսզի հեշտ կարողանաք գտնել։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկօրյակ նշանում, այս ամսում 2-ից 3 աստիճան շարժվելով։ Սիրելի ընկերներ, նախորդ 7 տարիների ընթացքում Ուրանը գտնվում էր ձեր առաջին տանը, բերելով ձեզ տարբեր փոփոխություններ, կապված թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, այսպես եթե դուք միավորեք ձեր ասցենդենտի նշանը եւ ցուլ նշանը, կհասկանաք արդեն թե որ ոլորտում էր այդ փոփոխությունները։ Այս 7 տարիների ընթացքում շատերը անսպասելիորեն փոխել են իրենց ապրելավոճը, փոխել են իրենց մասնագիտությունը, ամուսնացել են գուցե, բաժանվել են, տարբեր նման ինչ-որ իրավիճակներ են եղել ձեր կյանքում։ Արդեն առաջիկա 7 տարիների ընթացքում Ուրանը այս իր անսպասելի փոփոխությունները բերելու է ձեր ֆինանսական ոլորտ։
սիրելի ընկերներ, այսինքն անսպասելիորեն գուցե սկսեք շատ մեծ գումարներ աշխատել, կամ եթե ծննդյան քարտեզով կան բացասական դիրքավորումներ, ապա հնարավոր է Ուրանը բերի ձեզ մեծ ծախսեր։ Սա արդեն պետք է անձնական ծննդյան քարտեզը վերլուծել, որպեսզի հասկանալ, թե դեպի որ ուղղությամբ Ուրանը ձեզ կտանի, բայց որ ինչ-որ անսպասելի փոփոխություններ են լինելու կապված ձեր ֆինանսների հետ, ձեր արժեքների հետ, դա հաստատ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 18-ից 21 աստիճան, աղեղնավորը ձեր 8-րդ տունն է, իսկ դա նշանակում է, որ երբ սև լուսինը 8-րդ տանն է, պետք է զգուշանալ, չգերազանցել արագությունը, զգուշանալ, որպեսզի ինչ-որ բացասական իրավիճակների մեջ չհայտնվեք, ինչպես նաև հնարավոր է լինի հարկային ստուգում, ինչ-որ ոչ միայն հարկային, առհասարակ ստուգումներ կարող է լինեն, ապահովագրական ստուգում, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, այնպես որ զգույշ աշխատեք։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում շարժվելով 12-ից 14 աստիճան, դա ձեր 12-րդ տունն է։ Սատուրնը 12-րդ տանը հնարավոր է ձեզ ինչ-որ առումով մեկուսացնի։ Հնարավոր է ոմանք որոշեն գնալ արտերկիր բնակության կամ ինչ-ինչ պատճառներով սկսեն այս ժամանակահատվածում տանից աշխատել, ավելի քիչ շփվել մարդկանց հետ։ Հնարավոր է նաև Սատուրնը առողջական խնդիրներ բերի, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, բայց նման հարցեր կարող են լինել, արդեն սա ծննդյան քարտեզով է պայմանավորված։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված։ Նորալուսինը լինելու է ամսի 15-ին, երկվորյակ նշանում ձեր երկրորդ տանը և մինչև ամսվա վերջ զգացվելու է։ Սա նոր սկիզբ է, նոր ֆինանսներ են, մեկը գումար կստանա, մյուսը կունենա նոր ֆինանսական աղբյուր, մյուսի արժեքները, այսպես գուցե ունեք բանկում օրինակ ներդրումներ կատարած, դրանք արդեն իրենց պտուղները ձեզ տան, նման հարցեր կարող են լինել։ Եվ լիալուսինը լինելու ամսի 30-ին, կրկին 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու այդ եղջյուր նշանում։ Իսկ դա, սիրելի ընկերներ, ձեր 11-րդ տունն է։ Ներողություն, ձեր 9-րդ տունն է։ Իսկ 9-րդ տունը իրենից ներկայացնում է բարձրագույն կրթությունը եւ այն ամենը, ինչը կապված է արտասահմանի հետ։ Գուցե այսօրը օրինակ գնեք ավիատոմսեր, հնարավոր է այսօրը գնաք հանգստանալու կամ այսօրը օրինակ ինչ-որ քննություններ հանձնեք բարձրագույն կրթության անցնելու համար, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Այժմ նշեմ լարված օրերի մասին։ Լարված օրեր են լինելու հունիսի 4-ը, հունիսի 6-ը, հունիսի 6-ին զգույշ եղեք, սիրելի ընկերներ, քանի որ հնարավոր է ինչ-որ հրահրումներ լինեն, անսպասելի իրավիճակներում հայտնվեք։ Փորձեք այսօրը զերծ մնալ ցանկացած տեսակի նոր գործողություններ սկսելուց։ Լարված օր կլինի հունիսի 17-ը, այս օրը փորձեք ինչ-որ կարևոր գնումներ չկատարել, հատկապես ինչը վերաբերվում է տանը, բիզնեսին, և հունիսի 25-ն էլ արված լինելու, այս օրը սիրելի ընկերներ, զգուշացեք, քանի որ հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ օրինակ ստորագրեք և խնդիրներ առաջացնի այդ փաստաթուղթը հետագայում ձեզ համար, քանի որ ուշադիր չլինեք։ Այսքանը կապված հունիս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։